Պարոն Բուբինյան, մի քանի օրից ազգային ժողովը էթիկայի հանձնաժողով է ձևավորելու, հետաքրքրում է հանձնաժողովի կազմը ինչպիսին է լինելու, իշխանությունը ղեկավարելու ընդդիմությունից անդամներ, թե հակառակ ձևով դրա արդյունավետությունը ինչպես է դուք գնահատում, որովհետև անցած գումարմանը ինչ-որ միջադեպեր եղան, որոնք էթիկայի հանձնաժողովի բացակայության պատճառով ինչ-որ ձևով չքննվեց եւ այլն, էթիկայի հանձնաժողովը միջոցով ինչ արդյունք է տալու։ Շնորհակալություն, իրապես էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստում մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք կանոնակարգ օրենքում ազգային ժողովի, էթիկայի հանձնաժողովը ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից մեծամասնությունից եւ ընդդիմությունից, առաջին նախագահ հանձնաժողովի կլինի, որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու 2 տարով, բայց հետո կթարմացվի բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, հետո 6 ամիս հետո իսկ տեղակալը ընդդիմությունից, հետո 6 ամիս հետո կփոխվեն եւ այսպես շարունակ։ Եվ արդեն երբ որ ստեղծենք դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն, ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որտեղ նախկինում անդադ ասում էին ինչ-որ X հարցով էլի, ասում էին ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողովը, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում, միանգամից ասեմ, կարող է այդ հարցը ծագել, էլի, բա որ մեկի հարցով դիմեն էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում ա եղել, ինչ ա լինելու, սանկցիա որպես այդպեսին չի կարող լինել, բայց ինքնին այն փաստը, որ պատգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, եւ եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է արդեն իսկ դա հանրային ճնշում է ակնկալվող, լրագրողների ակնկալվող հետաքրքրությունը կարող է զսպող գործոն լինել եւ օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցով։ Համեցեք։